Բարև ձեզ, Լորի հեռուստաընկերության եթերում խոսում է համայնքը հաղորդաշարի հերթական թողարկումն է։ Մեր նկարահանող խումբը ամիսներ շարունակ այցելել է Լոռ մարզի տարբեր համայնքներ եւ բնակավայրեր, զրուցել մարզի տարբեր ոլորտների ներկայացուցիչների հետ, լսել նրանց առաջարկները եւ հարցերը ուղղված ապագա խորհրդարանին։ Նրանց հարցերին եւ առաջարկներին պատասխանելու համար այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք Հայաստանի Շնորհապետական Կուսակցության նախագահ վարչապետի թեկնածու Գուրգեն Սիմոնյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերն ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Սիմոնյան, առաջին հերթին երևի թե երիտասարդների հետ ենք զրուցել մեր այցերի ընթացքում եւ նրանք այսպիսի հարց էին բարձրացնում։ Խոսում են տարիներ շարունակ մարզերի համաչափ զարգացման մասին, սակայն երիտասարդները շարունակում են լքել մարզերը։ Ինչ պիտի անի ձեր կուսակցությունը իշխանություն գալու պարագայում այս խնդիրը կարգավորելու համար, որպեսզի երիտասարդը ինքնադրսևորվի հենց մարզում իր համայնքում։ Նախ պետք է հասկանալ, թե ինչն է ստիպում երիտասարդներին մնալ համայնքում եւ ինչի բացակայությունն է պատճառը, որ երիտասարդները լքում են, հիմնականում խոշորացված ավելի կենտրոններ են գնում։ Դա կլինի թե երկրի ներսում ներքին միգրացիան, դա կլինի թե երկրից դուրս, ինչ-որ մի երկիր գնալ, ինչ-որ մի երկրի մայրաքաղաք կամ քաղաք գնալ եւ սոցիալիզացվել։ Եվ գալիս հանգում ենք մի իրավիճակի, որ երիտասարդները առաջին հերթին որ բախվում են, դա աշխատատեղերի հարցն է։ Այսինքն այն մեր քաղաքացիները, որոնք որ տարբեր Հայաստանի Հանրապետության մարզերում եւ բնակավայրերում ծնվել եւ մեծացել են, իրենց ուսումը ու կրթությունը ստացել են եւ բացի այդ արդեն բարձրագույն ուսումնական հաստատություններ ուսանելիս նրանք ստիպված են լինում որպես կանոն ավելի խոշոր կենտրոններ գնալ, ենթադրենք գալիս են Երևան կամ Գյումրի սովորելու կամ այնպիսի քաղաքներ, որտեղ որ կրթօջախներ կամ բարձրագույն ուսումնական հաստատություններ եւ տեսնում են ընդհանուր կյանքն ու կենցաղը, տեսնում են այդ հնարավորությունները, որտեղ կարելի է ժամանակը ուղակի անցկացնել թե ժամանցների առումով, թե մշակութային կարիքների առումով, թե աշխատանք որոնելու եւ բարձր աշխատավարձով աշխատանք ունենալու առումով դժվարությամբ կվերադառնան իրենց համայնքներ եւ այդ համայնքներում իրենց կյանքը որպես այդպեսին կփորձեն կառուցակարգել։ Նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության բնակավայրերը խիստ անհամաչափ են զարգացած եւ որպես այդպեսին Երևանը առավել քան մյուս քաղաքները տարբերվում է։ Հայաստանի Շնորհապետական Կուսակցության գաղափարախոսությունն այն է, որ Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքները պետք է հավասարաչափ կարողանան զարգանալ եւ յուրաքանչյուր համայնք պետք է ունենա իր տեսիլը, զարգացման ինչ աստիճանի եւ որ ուղղությամբ պետք է զարգանա։ Համայնք կլինի, որ շեշտադրումը կլինի գուցե եւ IT ոլորտի զարգացմանը, համայնք կլինի, որ պարենային անվտանգության համատեքստում գյուղատնտեսական անշուշտ, եթե դուք չունեք ձեր տարածքների զարգացման ռազմավարություն, դուք չեք ունենա առաջարկելիք երիտասարդներին եւ հետո երիտասարդներին բռնի կերպով դու համայնքում չես կարող պահել։ Դու պետք է հասկանաս նրա կարիքները, դա աշխատանքն է, ժամանցն է եւ առհասարակ ինքնակատարելագործման հնարավորությունները եւ ինքնազարգացման հնարավորությունները տվյալ համայնքում։ Եթե դու այդ կարիքների ամբողջ ձևաչափը մոնիտորինգի չես ենթարկել, տարբեր ռազմավարություններ չունես, օրինակ Վանաձորի զարգացման ռազմավարություն, օրինակ Սպիտակի զարգացման ռազմավարություն եւ այլն եւ այլն։ Դու անհնարին է առաջարկելիք ունենաս։ Առավել եւս այն հանգամանքում, երբ որ մենք գտնում ենք, որ Հայաստանի Հանրապետությունը ունի նավթագազային հումք, պաշարներ, որպեսզի կարողանա ահռելի քանակությամբ տնտեսական ներուժ հանածոների միջոցով գեներացնել, նշանակում է մեր շեշտը պետք է լինի մարդը։ Իսկ եթե մարդուն դու շեշտադրում ես որպես բարիք արարող եւ գլխավոր տնտեսական պոտենցիալ, ինչ պետք է անես։ Նրա կայացման տարիքի շեմը հնարավորինս իջեցնես։ Հիմա 30-ը շատ հաճախ հատում են եւ կայացման մասին, կայացման այն առումով, որ ստաբիլ աշխատանք ունենա, ստաբիլ աշխատավարձով, իրեն կարողանա թույլ տա հիպոթեկային վարկով բնակարան ձեռք բերի, կարողանա ամուսնանա, երեխաներ ունենա, երեխաների խնամքը պատշաճ իրականացնի եւ այլն եւ այլն։ Մարդը բանական առումով հասունանում է, բայց սոցիալական առումով դեռ չի հասցնում կայանա անգամ 30-ից հետո։ Սա կատաստրոֆա է, կատաստրոֆա։ Իսկ որպեսզի տարիքային շեմը իջեցնես, դու պետք է ռազմավարական քայլ սկսես եւ փոխես ամբողջ աստիճանակարգը սկսած դպրոցից։ Նախ մենք համարում ենք, որ 12-ամյա կրթությունը, հանրակրթությունը դա
ուղղակի խեղում է հայ երիտասարդի, երեխայի հետագա հեռանկարները, նրան ոչ թե սովորացնելով մասնագիտացման, արհեստական է ինչ-որ առումով, նաև ծրագրերի առումով կրկնություն է։ Հիմա տեսեք, Բոլոնյան համակարգն է ստիպել, որ 12-ամյա լինի, ինչու։ Բայց եթե բովանդակային մասը դու չես ապահովում, բայց 12-ամյա սարքել են ինչու, որ ստեղի դպրոցն ավարտած երեխան եվրոպական բուհ կարողանա ընդունվի։ Հիմա հարց եմ տալի, քանի տոկոսն է եվրոպական բուհ ընդունվում։ Բոլորը գնում են Հայաստանի Հանրապետության բուհական համակարգ, չէ։ Մեր աստիճանակարգը Ֆինլանդիայի, Ճապոնիայի եւ Միացյալ Նահանգների դպրոցների լավագույն փորձի, զուգամիտված փորձի ինտեգրում է 9-ամյա կրթություն, որը բավարար է, խիստ բավարար։ Ես ենթադրում եմ, որ դուք էլ, ես էլ 10-ամյա դպրոց ենք գնացել եւ շատ լավ հիշում եք, որ 10-րդ դասարանում մեծ հաշվով կրկնություն էր կամ ոչինչ չէին կարող կամ դասերի չէին գնում։ Ինչ կտա նպատակամետ բարձր մակարդակի հանրակրթությունը 9-ամյա։ Այն, որ երեխան 14-15 տարեկանում կավարտի դպրոցը, այնուհետև, եթե մոգը բալային աստիճանը բավարարել է դպրոցն ավարտելուց հետո, մատը, որ բուհական համակարգում Հայաստանում կդնի, բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունում, եթե բավարար բալեր է հավաքել դպրոցն ավարտելիս, գնում է այնտեղ անվճար ուսուցում սկսելու 1 տարի փորձաշրջանով։ Եթե 1 տարվա ընթացքում պահպանում է բարձր մակարդակը գիտելիքների, անվճարը շարունակում է 2-րդ տարին, 3-րդ տարին, ամեն տարի պիտի ապահովի։ Եթե ոչ, վճարովի է անցնում։ Եթե վճարը չի կարողանում մուծել, գնում է միջին մասնագիտացման կրթօջախ։ Կամ եթե շատ տաղանդավոր է որոշ հարցերում, պետությունը սուբսիդավորելու կամ արտոնյալ պայմաններով վարկավորման հնարավորություններ պետք է տա։ Եթե բալերը չի հերիքել եւ քննություններով չի կարողանում ընդունվի բարձրագույն ուսումնական հաստատություններ, ապա անմիջապես գնում է միջին մասնագիտական կրթություն ձեռք բերելու 3 տարով։ Դրանից հետո, երբ որ ավարտում է, գնում է 1 տարով բանակ։ Մեր ծրագրի համաձայն զինված ուժերում ծառայությունը պետք է լինի 1 տարի։ Շատերը քննադատում ասում են իշխանությունները 1.5 են սարքում դժգոհությունների ալիքա բարձրացել, բանակի թվաքանակը կկրճատվի։ Չի կրճատվի։ Նախկինում բանակի զորակոչային ռեզերվի 40%-ն է բանակին հետ հաղորդակցվել, 60%-ը ոչ։ Եվ գիտեք ինչու։ Որտեվ նախ 2 տարին սարսափելի մեծ ժամանակահատված է, երբ որ դա է մեծ մասամբ ստիպում, որ խուսափեն բանակային ծառայությունից։ Երկրորդն էր զինկոմիսարիատների ներկայիս ձևաչափը որ կա, չի կարողանում մոբիլիզացիոն ռեսուրսը հավուր պատշաճի կառավարի։ Մենք անգամ զինկոմիսարիատների նոր արդիական մոտեցում ենք մտածել, որ կենտրոնական զինկոմիսարիատին կից զինվորական կցորդների ինստիտուտ լինի, վայնի ատաշե կոչեցյալը։ Համայնքի ղեկավարի առաջի տեղակալի կարգավիճակում, որը մոնիտորինգի կանի համայնքի ամբողջ մոբիլիզացիոն ռեսուրսը։ 1 տարվա ծառայությունը լինելու է 6 ամիս ուսումնավարժական ծառայություն, 6 ամիս մարտական հերթապահություն։ Այնուհետև զորացրվում է երիտասարդը 19 տարեկանում, վերադառնում է, տեսեք ինչ երիտասարդացրեցինք, չէ, իջացրեցինք շեմը, ինչքան հնարավոր է իջեցրեցինք։ Ստացվում է 21-22 տարեկանում պարտադիր հանրակրթությունը ավարտած, զինվորական պարտադիր ծառայությունը ավարտած, բարձրագույն ուսումնական հաստատությունը ավարտած պատրաստի կադր ես ունենում։ 21 տարեկանում ինքը սկսում է աշխատել, ընդ որում բարձրագույն ուսումնական հաստատությունների ժամանակի մարտահրավերներին պատշաճ գիտելիքներ են տրամադրում։ 22-23 տարեկանում նա արդեն ստաբիլ աշխատանք ունեցող անհատականություն է լինում, որ կարող է ամուսնանալ, կարող է բնակարան ձեռք բերել եւ այլն եւ այլն։ Իջեցրեցի շեմը հնարավորինս երիտասարդների կայացման մասին, բայց այդ կայացման ճանապարհի մեկնարկի համար հաճախ նրան պակասում է փորձառությունը, որի մասին եւս անհանգստանում են, ներեցեք, եւ խնդիր են բարձրացնում։ Խորհրդային տարիներին այն պարտադիր փորձառության ստաժ ասվածի մեխանիզմը, որ եղել է, հիմա չկա այդ պարտադիր փորձառությունը, եւ երիտասարդը շատ դեպքում բախվում է այն իրականությանը, որ դիմում է գործատուին, սակայն գործատուն փորձառություն է ուզում։ Մենք այդ օրենքը պետք է վերանայման ենթարկենք, որովհետև խորհրդային միության ժամանակ ֆիզիկապես եթե ներգրավված չեն լինում գործընթացներին, ապա գրեթե ոչինչ չէին կարող սովորել, դա օբյեկտիվ էր, տեխնոլոգիաները թույլ չէին տալիս եւ բացի այդ Հայաստանի խորհրդային սոցիալիստական հանրապետությունում 2500-ից ավել խոշոր հիմնարկ ձեռնարկություններ կան եւ Վանաձորը վառ վկան, ինչ քիմ արդյունաբերություն կար եւ այլն եւ ինժեներական միտքը կենտրոնացած էր։ Շատ մեծ ու մարդիկ տեղ ունեին գնալու, որտեղ կպատրաստվեին։
Ցավոք սրտի մենք ազգովի կոտրած տաշտակի առաջ ենք կանգնած, ավերվել է մեր երկիրը, ավիրել են մեթոդաբար տարիներ շարունակ բոլոր ժամանակների իշխանությունները, սկսած Լևոն Տեր-Պետրոսյանից մինչև Նիկոլ Փաշինյան։ Եվ այդ ավերը շարունակվում է։ Մենք ասում ենք, որ եթե բարձրագույն ուսումնական հաստատությունները պատշաճ մասնագիտացում կտան, ապա մենք ապրում ենք մի դարաշրջանում, որը արհեստական բանականության, նաև կոմպյուտերային մոդելավորումների եւ սիմուլյացիաների հնարավորություն կտա, որ լաբորատորիաներ ձևավորես։ Ուսումնառության ընթացքում ինքը արդեն այդ փորձը ձեռք բերած կավարտի բուհը գործատուն արդեն փորձաշրջան չի պահանջի։ Արդեն սերտիֆիկատը, երբ որ կտեսնի, որ ավարտել է այսինչ բուհը, այսինչ մասնագիտությամբ, իր համար կլինի հավաստագիր, որ այս մասնագիտության կրողն է։ Կընդունի, ենթադրենք աշխատանքային պայմանագիրներ հնարավորություն կտա, որ 1 տարվա ընթացքում վերանայման ենթարկի նոր սկսնակներին։ Այդ էլ կլինի վճարովի աշխատանք փորձաշրջանով։ Էլ չեն ասի գնա ինչ-որ միտեղ քո բարեկամի մոտ, քո ծանոթի մոտ ինչ-որ մի բան աշխատի նոր ընդունենք։ Սա կլինի եւ գործատուների իրավունքների պաշտպանության հանգամանք եւ նոր մասնագիտությունների շուկան ներս մտած երիտասարդների համար։ Ընդ որում երիտասարդների կրթության եւ ուսուցման հարցը չպետք է սահմանափակվի միայն դպրոցներով եւ բուհերով։ Մեր թեթև հմտությունների դասընթացներ պետք է լինեն, վերապատրաստումների մեթոդներ պետք է լինեն, պետք է ակտիվ շրջանառություն լինի արտասահմանյան բուհական համակարգի հետ, պետք է անգամ ձեռներեցները կապ ունենան արտասահմանյան բուհական համակարգի հետ, որ ենթադրենք հոսքագծի թարմացմանը զուգընթաց, եթե արտադրական process-ի գործարան է, կամ որևէ ծառայություններ մատուցող որևէ կենտրոնի մոտեցումների թարմացմանը զուգընթաց պերսոնալներ հնարավորություն ունի կրթվելու։ Իսկ որտեղ պետք է կրթվեն, եթե ոչ արտերկրում։ Ենթադրենք գնան Ֆրանսիա կամ Իտալիա, կարճաժամկետ, եռամսյա վերապատրաստման դասընթացներ անցնեն, վերադառնան այստեղ փորձի փոխանակման ծրագրերով եւ այլն։ Եթե պետությունը դրանով պետք է չզբաղվի, ապա ով։ Գուցե հետաքրքիր եւ զարմանալի է երիտասարդների պարագայում, որ առաջին տեղում իրենց հարցադրումների մեջ եւ առաջարկների մեջ սա հնչի, բայց բոլորի մոտ, գրեթե բոլորի մոտ հնչում էր այսպիսի բան, առաջին տեղում էր, առաջին պլանում էր ազգային մշակույթի պահպանության եւ հանրահռչակման խնդիրը։ Ինչպիսին եք տեսնում այս խնդրի լուծումը, ինչ տեղում է ձեզ մոտ եւ ինչ եք պատրաստվում անել։ Հիմա տեսեք, յուրաքանչյուր համայնքում, անգամ եթե համայնքը փոքր է եւ ենթադրենք հանրակրթության օջախ չունի, դպրոց, որտեղ հիմա 400 դպրոց փակելու են։ Եվ սա ինչ որտեղ էլ նաեւ գուցե որոշ դեպքերում տրամաբանական է, որտեղ գյուղեր կան, օրինակ, տարի է լինում առաջի դասարանցի չեն ունենում։ Կամ առաջի դասարան են ունենում մեկ աշակերտով։ Այդ մեկ աշակերտը մեկ դասարանում ինչ դպրոցը միայն գիտելիքների օջախ չի, դպրոցը նաև մարդուն սոցիումի, հասարակության հետ շփվելու օջախ է, որտեղ մարդը սովորում է առաջի անգամ շրջապատի հետ հաղորդակցվել։ Հասարակության մասին։ Մեկ աշակերտի համար կարիք կա դպրոցը պահելու, որովհետև ռազմավարական նշանակություն ունի, հատկապես սահմանամերձ համայնքների համար։ Անշուշտ, իմ ասածը նա է, որ եթե դպրոցները կենտրոնացված են լինում ինչ-որ մի խոշոր բնակավայրում, որտեղից որ այդ մեկ աշակերտները հատուկ տեղափոխման մեթոդներով գալիս են դպրոց, բայց համայնքներում պետք է լինեն լոֆթերի նման այնպիսի ժամանցային կենտրոններ, որտեղ որ խմբակներ կգործեն։ Կլինի ազգային նվագարանների խմբակներ, կլինի կավագործության խմբակներ, կլինի ռոբոտաշինության, կլինի կերպարվեստի, կլինի երաժշտական գործիքների յուրացման, հազար ու մի բան կարող է լինել, եւ հետո մարզային եւ համայնքային մրցույթների ժամանակ բացահայտիր տաղանդը։ Դու տեսնում ես, որ ինչ-որ մի համայնքից դուրս է եկել մի երեխա, որը Ժրաջան ինքնուս կամ ուսուցչի միջոցով հասել է այնպիսի մի տաղանդի, որ արժանանում է անգամ բեմեր նվաճելու այդ ուղին անցնելու պատվին։ Հիմա միայն այս ճանապարհով հնարավոր կլինի ամբողջ համայնքներից տաղանդներին որսալից։ Մենք գիտենք գյուղերում եւ առհասարակ մյուս բնակավայրերում ինչքան տաղանդներ են ծնվում, լույս աշխարհ գալիս եւ որոնց տաղանդը հիմա ուղղակի լուսանցքում է մնում, իսկ ժամանակին տեսեք թե ինչքան մեծ գրողներ են ունեցել գյուղերից դուրս եկած, բանաստեղծներ, ինժեներներ, գիտնականներ, զինվորականներ։ Պետության խնդիրն է։ Կա նաև մարզկենտրոններում այդ դեպքում ստեղծագործական միջավայրի ակտիվացումը եւ արվեստագետների եւ մշակույթի մարդկանց հզորացումը, այսպես ասեմ։ Մեր ծրագրի համաձայն Հայաստանի Հանրապետության համայնքների աստիճանակարգը լինելու է հետեւյալ դասավորվածքով. գյուղ,
գյուղաքաղաք, քաղաք, մայրաքաղաք։ Եվ համապատասխան ստատուսի, կարգավիճակի, թե ինչ է նա, ըստ այդմ սահմանվելու է, թե ինչ կարող է այնտեղ կառուցվել եւ բացվել։ Եվ եթե քաղաք է, այնտեղ մշակութային օջախներ պետք է կառուցվեն, բայց ենթադրենք կարող է մի էքստրաօրդինար մշակութային օջախ լինի, որ միայն մայրաքաղաքում լինի, բայց ինչ պետք է անես, որ ամբողջ հանրապետության մարդիկ օգտվեն այդ բարիքից, ոչ միայն քաղաքաբնակ կամ մայրաքաղաքաբնակ հանրությունը։ Ենթակառուցվածքները զարգացրու։ Մարդատար գնացքներ կան, որ 400 կմ/ժ արագություն են բացում, այսինքն Հայաստանը մեկ բուռ է։ Դուք կարող եք Վանաձորից նստել, ենթադրենք այդ գնացքը, կես ժամում հասնեք Երևան եւ այդ կարիքը բավարարեք, վերադառնաք Վանաձոր։ Ամենուրեք այդպես է։ Ենթադրենք, եթե Նիդերլանդների փորձն ենք նայում, այնտեղ մետրոպոլիտենները միջքաղաքային երկաթուղիների հետ կապված են եւ մետրոպոլիտենը եւ միջքաղաքային երկաթուղիները կապված են օդանավակայանների հետ։ Ենթակառուցվածք չենք զարգացրել, ես այդպիսի ոչ հաճելի փորձ ունեցել եմ հարավկովկասյան երկաթուղիներով ուղևորվելու դեպի Վրաստան։ Դա մի տաժանակիր փորձություն էր 21-րդ դարում, պատկերացնում եք, կարտոֆիլը անգամ ավելի հարմարավետ են տեղափոխում։ Եվ սա 21-րդ դարում մենք կարծում ենք Նաև քաղաքի մուտքերը տեսարժան չեն հիմնականում, ավտոկայանները, այսինքն այնտեղից որտեղից պիտի թեկուզ զբոսաշրջիկը առաջին անգամ մուտք գործի այդ քաղաք, առաջին տպավորությունը։ Եվ հետո դուք չեք նկատել, որ քաղաք, որ բնակավայր Հայաստանում գնում եք, բոլորը նույն դեմքը ունեն։ Խորհրդային Միության դեմք։ Երևան էլ եք գնում, նույնն է, Երևանի նայում եմ ձեր թիկունքում Վանաձորի համայնքապատկերն է։ Նոր Նորքին շատ նման է Երևանի։ Ամենտեղ նույն երեսն ունի Հայաստանը, բայց դες չի կարա լինի։ Ասածս ինչ է, որ եթե քաղաքային կոնցեպտի փոփոխություն ես անում, Վանաձորը ունենա իր ուրույն կերպը, որտեղ մարդիկ հատուկ դրա համար գան Վանաձոր։ Գյումրին ունենա իրը, Դիլիջանը իր առանձնահատկությունները ունենա։ Իսկ դրա համար ինչ է պետք, որ նախ հաշվարկենք, տեսնենք, որ Հայաստանի Հանրապետության բնակֆոնդի ուղիղ 80%-ը, եթե ոչ ֆիզիկապես առայժմ, ապա բարոյապես մաշված են։ Խորհրդային Միության շենք-շինություններ եւ անգամ ֆիզիկապես մաշված, որ Աստված միացցե, եթե այն աղետները, որ մենք տեսել ենք 88-ին, Աստված ոչ անի, եթե լինի, դա մի կատաստրոֆա է լինելու։ Բա սովորական քաղաքացիները, եթե ապրում են, երկրում հարկեր են մուծում, հա բարիք արարող են, իրանք հնարավորությունները կարան ավելացնել, բայց պետությունը ինչով պետք է գա կանգնի մարդկանց կողքը, որ բնակֆոնդի թարմացման հարցում աջակցի եւ օժանդակի, որտեղ այստեղ միայն գումարի հարց չի, միայն ճարտարապետության ու շինարարության հարց չի, այլ նաեւ ճաշակի, բովանդակության, դասավորվածքի, յուրաքանչյուր համայնք պետք է ունենա իր հոգեբանությունը։ Օրինակ տարիներ առաջ Միացյալ Նահանգներից մի մասնագետ էր եկել Հայաստան, ես նրան հարցրեցի, ասացի, ինչ մասնագիտություն ունեք, ասեց, ես ուրբան հոգեբան եմ։ Զարմացա, որտեղ դեմ մասաների հոգեբան լսել ես, անհատական հոգեբան լսել ես, հազար ու մի կրիմինալ հոգեբան լսել ես, ուրբան հոգեբանը որն, հա։ Ասում է, չէ, քաղաքը ունի հոգեբանություն։ Նախ սկսած այդ աշխարհագրությունից, թե ինքը որտեղ է տեղակայված, գետ է անցնում, ինչ սար կա, ինչ ժայռ կա, ինչ ծովի ափին է, լճի ափին է եւ այլն եւ այլն։ Եվ այն հանրույթը, որ բնակվում է այդտեղ, նաեւ ձևավորում է տրամադրությունն ու հոգեբանությունը։ Եվ ենթադրենք տեսեք, օրինակ ննջարանային ավանները, այդ Սպալնի ռայոն կոչվածը եւ քաղաքի կենտրոնը, զբոսաշրջային տուրիստական կենտրոնները իր տրամաբանությունն է ցույց տալիս։ Այդտեղից ես դու հասկանում մետրոպոլիտենի կայարանները որտեղ պետքա տեղակայված լինի, ավտոբուսի կայարանները որտեղ պետքա տեղակայված լինի, սուպերմարկետը որտեղ պետքա կառուցես, որ ինքը աշխատի, որ ինքը այդ ամբողջը ուրբան հոգեբանն է զբաղվում, այսինքն ինքը այդ ուրբան ոնց որ մեղվի փետակը, մեղուների փետակը ունի իր տրամաբանությունը, չէ՞, իրանք այդ տրամաբանությամբ են մեղուների փետ։ Նույնն էլ մարդն է։ Մարդ արարածը մեղուների նման, փետակի նման հասարակությունը իրենց։ Այո, դի կարողանա ինքնակազմակերպվել։ Հիմա ցավոք սրտի, ես չեմ տեսնում զարգացող Հայաստան, ես տեսնում եմ նախկին կայսրության ոսկորների վրա մնացած Հայաստան։ Ամենուրեք ուր ես շրջում եմ, ես տեսնում եմ մամոնտի ոսկորներ։ Այդ են կայսրություններ, որ մահացել էր, ոսկորներն է։ Այ երբ որ կսկսենք արդեն այդ մամոնտի ոսկորները դնել մի կողմ եւ կառուցել այն երկիրը, որը որ մեր հոգում կա, մեր ներաշխարհում կա, ինչքան գունեղ, ինչքան գեղեցիկ, ինչքան վառ,
ինչքան մաքուր էկոլոգիապես։ Այդ օրվանից հետո կձևավորվի Հայաստանի դիմագիծը եւ Հայաստանի համայնքների դիմագիծը։ Անդրադառնանք նաև այլ ոլորտների Որտեղ գիտեք, տենը չէ, ասպար խոսելու 30 թեմա է, րոպե այո, նաև զրուցել ենք փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների, նաև սոցիալական ձեռնարկատերերի հետ։ Նրանք այսպիսի հարց են բարձրացնում։ Հիմնականում իրենք մրցունակ չեն շուկայում, քանի որ թեև ունեն բարձր որակի արտադրանք, սակայն գնային քաղաքականության առումով իրացնելու տեսանկյունից մրցունակ չեն, քանի որ դրսից ներկրած ապրանքը ավելի էժան է շատ պարագայում, քան այն, ինչ իրենք արտադրում են։ Այս խնդիրը ինչպես պետք է լուծվի, ինչպես պիտի կանգնել փոքր բիզնեսի կողքին եւ որպիսի ի վերջո գոնե Հայաստանի ներսում հայկականը ռոպագանդվի եւ հայկականը ունենա իր տեղը։ Հիմա տեսեք, Հայաստանի Հանրապետությունում շրջանառության հարկի առումով խայտառակ տոկոսադրույքներ կան։ Բացի այդ, մատնանշված պետք է լինեն հստակ ոլորտները, որոնք գուցե եւ հարկային արձակուրդներից օգտվեն, որոշակի ժամանակահատված մինչեւ ոտքի կկանգնեն։ Եվ մնացյալ ոլորտները, որոնք այդ հատուկ ոլորտներին չեն պատկանի, ունենան այնպիսի հարկադրույքաչափեր, որ իրենք նախապայմանով, որ գնալու են միջինացման, հետո խոշորացման, աշխատեն եւ բարի կարարեն։ Բայց դա պետքա լինի յուրօրինակ փոքր բիզնեսին, ինչի յուրօրինակ, որտեղ եթե շատ կոմֆորտ իրավիճակ է ստեղծում փոքր բիզնեսի համար, խոշորները նախընտրում են մի քանի փոքր բաներ ունենան եւ անունը դնեն փոքր բիզնես, օգտվեն այդ արտոնություններից։ Դու պետք է յուրօրինակությունը շեշտես, որ մի կենտրոն չփոքրանա, այլ փոքրը լինի հենց ինքը կենտրոն։ Եվ այդ արտոնությունը պետքա լինի այնպիսին, որ ինքը ունենա ներքին մղում, դառնա միջին, այնուհետև խոշոր։ Եվ եթե այդ հանգամանքը չես իրականացնում, դու զարգացում չես ունենա։ Եվ հետո մի խնդիր կա։ Համայնքներում ձևավորվող բիզնեսը հարկվում է եւ ամբողջ հարկաբաժինը գնում է կենտրոնական պետական բյուջե։ Բայց կարելի է, չէ՞, 40% թողնել համայնքային բյուջե։ Այդ դեպքում համայնքը շահագրգռված կլինի, որ շատ բիզնես լինի համայնքում։ Որտեղ եթե ինչքան շատ բիզնես ինքը համայնքապետը գիտի, որ եթե մի հատ հացի փուռ բացվեց, կամ Վարշավիրանոց, կամ չգիտեմ, հյուրատուն, այդ հյուրատան պետական հարկերի 40%-ը գնում է հարկային բյուջե, համայնքային բյուջե։ Համայնքային բյուջե, որ գնաց, ինքը արդեն վիզ ծռողի կարգավիճակում չի լինելու։ Մի հատ մանկապարտեզ է ուզում սարքի, գնում է այնտեղ 1000 դուռ է թակում, գնում է 1000 անգամ ծալապատիկ խոնարհվում է, որ բյուջետային ֆինանսավորում հատկացում անեն այդ մանկապարտեզը սարքի։ Բայց համայնքում արդեն ունի ֆինանսական միջոցներ, ինքը կարա նախաձեռնի։ Եվ այստեղ երկրորդ հանգամանքն էլ ես ձեզ ասեմ, համայնքի ղեկավարները պետք է լինեն ապակուսակցական։ Կառավարիչներ յուրատեսակ։ Իրանք պետք է լինեն համայնքի ղեկավար ընտրված ժողովրդի կողմից ապակուսակցական։ Վաղը այսօր քաղաքացիական պայմանագիր կուսակցությունն է։ Պետք է աշխատի քաղաքացիական պայմանագիր կուսակցության գործադիր իշխանության հետ։ Հիմա իրանք գնացին եկավ շնորհապետական կուսակցությունը։ Հա, բայց մեխանիզմը արատավոր է, դից մտնում է անդե հանրապետական էր, գնաց ԿՊ-ից դուրս է գալու է շնորհապետական։ Ոնց հատ է։ Ավելի լավ չի լինես անկեղծ։ Եթե դու պետք է գնաս sense չլմփաս տարբեր կուսակցությունների, եթե որոշակի հավակնություններ ունես եւ կարիերա ես ուզում անել, պարտադիր այդ ճանապարհը ուզես չուզես անցնել։ Մեր ընդդիմախոսները ասում են այդ դեպքում ինչքան կրիմինալ կա, կգա կդառնա հանգամանքի ղեկավար։ Եղբայր ջան, եթե քո խնդիրը վերահսկելն է, որ կրիմինալը չգա, սերտիֆիկացիա տուր։ Սերտիֆիկացրու։ Այն մարդը, Պողոսը, Պետրոսը, Մարտիրոսը հավակնություններ ունեն, լինեն Վանաձորի քաղաքապետ, ենթադրենք։ Պետական մի ինչ-որ մարմին է լինում, որը որ կանչում է այս մարդկանց, ստուգում է իրանցած ճանապարհը, գիտելիքները, անուղակի կապերը։ Տեսնում է, որ գիտելիքներով համապատասխանում է, ցենզը բավարարում է, սահմանադրական օրենքներով համապատասխանում է այդ կարգավիճակին։ Շրջապատում ամեն ինչ նորմալ է, կապվածություն չունի որևէ կրիմինալ գործընթացների հետ, մաքուր անհատականություն է եւ այլն, սերտիֆիկատը 5 տարով ստանում է։ Ստացավ սերտիֆիկատը, ենթադրենք 3-ից 2-ը ստացան։ 2-ը կարող են մասնակցել համայնքային ղեկավարի ընտրություններին, երրորդը չէ, որտեղ սերտիֆիկացիա չունի։ Ստացվեց պետությունը վերահսկեց,
տեխնացուների շարքը, բայց այդ կուսակցական բաները հանեց ուղակի, որը որ ապականող է ըստ էության։ Համայնքի ղեկավարը պիտի լինի ապակուսակցական, անգամ եթե կուսակցական էլ է ինքն իր համոզմունքներից ելնելով, դա չի պատճառը, որ ինքը դարձել է համայնքի ղեկավար։ Այլն է պատճառը, որ մարդիկ իրան ընտրել են։ Անդրադառնանք նաև գյուղատնտեսությանը։ Ֆերմերների հետ զրույցների ընթացքում հաճախ հատկապես անասնապահությամբ զբաղվողները այսօր խնդիր ունեն կաթի գնի հետ կապված ցածր սապակինը, մթերում չկա կաթի։ Նաև մթերման հետ կապված խնդիրները, նաև մսամթերքի հետ կապված իրացման խնդիր ունեն։ Այս խնդիրների փունջը ինչպես պիտի լուծվի։ Կաթը շուտ փչացող արտադրանքների շարքին է պատկանում։ Չունենալով սառնարանային տնտեսություն նշանակում է այդ մարդը կամ պետքա ջրի գին վաճառի, կամ պետք է մնա վրեն։ Ուրիշ տարբերակ չկա։ Մենք առաջարկում ենք, որ անպայման գյուղ ոլորտի համապատասխան վայրերում, որտեղ տեսակարար կշիռ կա կուտակված տվյալ ոլորտի, ենթակառուցվածքներ հետը կառուցվի։ Կաթի մթերման կենտրոններ լինեն։ Ընդ որում դուք գիտեք, հիմա Հայաստանի Հանրապետության կաթնամթերքի զգալի մասը կաթի փոշիով է սարքվում, որովհետև դրսից բերված կաթի փոշի շատ ավելի էժան է, քան տեղում արտադրված կաթը, որը մնում է փչանում է, թափում են։ Սառնարային տնտեսություն, եթե կա պետական օժանդակությամբ, ալտերնատիվ էներգետիկայի միջոցով թող սնուցվի, պարտադիր չի այնտեղ ինչ-որ թանկարժեք էներգակիրներով սնուցվող հանգամանք լինի եւ այլն եւ այլն։ Այդ կաթի գները կարելի է կառավարել, մթերումը իրականացնել շատ արագ, որտեղ ճանապարհածախսի գներն են գալիս ավելանում, շրջիկ մեքենաներ թող գնան, պտտվեն, վերցնեն։ Դուք կտեսնեք, թե ինչքան ամեն ոլորտ կարգու կանոնի կենթարկվի։ Եվ հետո ես համարում եմ, որ Հայաստանի Հանրապետության գյուղ ոլորտը համակարգող մարմինը, որ պետք է լիներ գյուղատնտեսության նախարարությունը, բայց չկա, էկոնոմիկայի նախարարության ծիրում է։ Գոտիավորված եւ ըստ համայնքների պետք է կարողանա հասկանալ, թե որ մարզում եւ որ շրջանում ինչն է արդյունավետ եւ մարդկանց հետ բացատրական աշխատանք տանեն։ Դուք գիտեք, որ անգամ գյուղերում շատ քիչ գյուղացիներ կգտնեք, որ գյուղ ոլորտի իրականում գիտակներ են։ Գիտելիքների պակասել կա։ Անգամ օրինակներ կան, որ պանրագործների մի ինչ-որ հանդրույթ այցելել էր Նիդերլանդների պանրի գործարան, հիացել էին, դե այնտեղ գիտեք ինչ 300 տեսականուց ավելի պանիրների բաներ կա, յուղային համապատասխան չափաբաժիններով եւ այլն։ Հոսքագիծը տեսել են, հիացել են, ասել են դե եկեք նույնը Հայաստանում դնեն, ասել են մեր մոտ չի աշխատի։ Ինչի, բացատրություն չկա, ինչի չի աշխատի։ Մասնագետներ չունեն։ Իմ կարծիքով կոմֆորտի զոնայում են, սովորել են ուրիշ մեթոդի ու չեն ուզում փոխեն, որտեղ արդեն սովորել են։ Մեկնարկն էլ ռեսուրս է պահանջում, դժվար է։ Դրա համար այդ մարդու ձեռքից պետքա բռնես, առաջի քայլերին իր հետ գնաս, որ ինքը ինչից որ վախենում է, դու ապահովագրես։ Ինքը մտածում ասում է 1000 տարի այտենց ենք սարքել պանիրը, բա որ տեխնոլոգիան փոխեմ ու չստացվի, ինչքան կտուժեմ։ Այդտեղ իր ձեռը բռնում ես, ասում ես մի վախեցի։ Հենց տուժես, կողքդ կանգնած ենք։ Թող քայլը դնի, առաջի ռիսկին գնա։ Եվ հետո հողերի բաժանման խայտառակ իրավիճակ կա 90-ականներից հետո նենց անտրամաբանական են կտրտել գյուղ նշանակության հողերի դեսուդը։ Փոքրիկ եւ ծրված։ Փոքրիկ եւ ծրված, մարդուն ձեռք չի տալիս այդ փոքր կտոր հողի վրա, ենթադրենք ցորեն ցանի։ Նաեւ գյուղտեխնիկայի աշխատելու խնդիր կա եւ վառելիքի, որ գյուղացին այսօր ունի այդ կտրտված հողերում այստեղից այնտեղ։ Ստացվում է կոոպերացիաներ պետքա ստեղծվեն։ Դու չես կարա, չէ՞, մարդկանց նեղացնես, ձեռքներից խլես։ Մի քանի տարի առաջ նման փորձ արվեց, բայց կարծես թե չունեցավ հաջողություն։ Չկարողացան ճիշտ ինտեգրեն, անարդարություն կար մեջը, դրա համար չի ստացվել։ Պետք է արդարացի լինի։ Նաև այգեգործներն էլ այսպիսի խնդիր էին բարձրացնում, նաև տեղերում գործարանների, թեկուզ փոքրիկ գործարանների գոյություն, որ կարողանան պահածոների գործարան, ինչու ոչ։ Քանի որ հատկապես շուտ փչացող մթերքի պարագայում, օրինակ ազնվամորու աճեցմամբ զբաղվող ֆերմերի հետ ենք զրուցել, ով որ ասում է հրաշալի բերք ունեմ, բայց չեմ կարողանում մինչև այստեղից Երևան հասցնեմ։ Չի ստացվի, սառնարան է պետք։ Օրինակի համար ես դեբետում եմ տեսել, թե մարդիկ ինչքան համեղ ազնվամորիներ են մթերում եւ նայում ես ուղակի նախ տեսքն է շատ գրավիչ, երկրորդը ուղակի համն է հրաշալի։ Մթերման հարց է, սառնարանային տնտեսություն եւ լոգիստիկա։ Պետության խնդիրն է, որ այդ հարցերին լուծում տա, գյուղացին եթե տեսնի, որ
թուփից միջև սուպերմարկետի սեղան կհասնի ու ինչ ճանապարհներով է գնալու, այդ ճանապարհը իրան բացատրես, կսկսի աշխատել։ Անդրադառնանք նաև հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներին, նրանք նաև ներառականության խնդիրն են բարձրացնում, թե որոշակի առումով լուծվել է այս խնդիրը, որոշակի քայլեր արված են, չի կարելի ասել, որ ոչինչ չի արվել, բայց այնուամենայնիվ դեռ ամբողջովին մատչելի չեն դպրոցները, տարբեր ենթակառուցվածքներ, թե մատչելիության առումով շենքշինության եւ թե ներառականությանը որպես առողջ հասարակության մի մաս, ովքեր նաև իրենց կարծիքը եւ իրացվելու խնդիրն ունեն։ Այնինչ արվել է, դա կաթիլ է օվկիանոսում։ Դուք ինքներդ գիտեք մեր շենքշինությունների վիճակը երևի զգալի մասը վերելակ չունի։ Սկսած թեքահարթակների բացակայությունը, Հայաստանի Հանրապետության կտրտված ռելիեֆը, տեղաշարժվելու բարդույթները եւ հանրային տրանսպորտի ոչ հարմարվածությունը դրան։ Սա խայտառակություն է 21-րդ դարում։ Եվ առհասարակ ես կարծում եմ, որ մենք հիմա մտել ենք մի դարաշրջան, որ անգամ ծայրաստիճան, հենաշարժական եւ ֆիզիկական հաշմանդամություն ունեցող անհատները գուցե եւ կկարողանան շատ հեշտությամբ տեղաշարժվել, որտեվ էկզոսկելետների ժամանակաշրջան է գալիս եւ այլն, հեն ռոբոտացված որևէ մեխանիզացիաների, որոնք որ ուղեղի եւ ձեռքերի միջոցով կառավարելի են դարձում ամբողջ ընթացքը։ Մարդիկ արդեն զարգացած կենտրոնները դրան են գնում, իսկ մենք չենք կարողացել պրիմիտիվ բաները հարմարեցնել։ Անկամ եթե օրենքի պահանջ է լինում ինչ-որ մի հանրային հիմնարկում թեքահարթակ դնեն, այդ թեքահարթակում պետք է առնվազն անվասայլակի վրա նստած լինի ռեմբոն, որ կարողանա ինքն իրան բարձրացնի տեղ։ Աստիճան այնքան թեքություն է տրված։ Այսինքն ամենուրեք մենք տեսնում ենք խնդիրներ։ Հենց սա է պատճառը, որ դու անդադ բաղձարի երազանքով սպասում ես, որ կգա մի ժամանակահատված, երբ որ հոգսերի ու դառնություններից հետո կսկսես ի վերջո ապրել, վերջում գալիս են ինչ-որ պարտություն են ձևակերպվում քո վրա, վզիթդ բռնում գցում են 88 թիվ։ Նորից էլ պիտի վազելով 88 թվից գալիս ես, էլի մի հատ ֆիկտիվ պարտություն են էլի ձևակերպում վրեդ, էլի շպրտում գցում են 88 թիվ։ Ես բացատրությունը գտել եմ ինչումն է։ Ռազմավարական ընտրանին։ Մենք չենք ունեցել եւ չունենք ազգային ռազմավարական ընտրանի։ Այ երբ որ հայ ժողովուրդը իրոք կընտրի իր ծոցից ընտրանի, այդ ժամանակ կվաստակի շանս։ Պարոն Սիմոնյան, զրույցի թեմաները անսպառ են, ցավոք մեր եթերաժամանակը սահմանափակ։ Եթե 1 տարի անց մենք հանդիպելու լինեինք այս տաղավարում, լորեցի ընտրողին, լավ, այդ պարագայում արդեն ոչ թե ընտրողին, այլ լորեցիներին ինչ ասելիք կունենայիք։ Կասեի ուրախ եմ, շնորհակալ եմ, որ վստահել եք եւ ձեր քվեների միջոցով շնորհապետական կուսակցությունը ընտրություններում հաղթել է եւ մեր կառավարությունը ձևավորված է։ 1 տարի անցել է, սիրելի լոռեցիներ, ահա լոռի մարզի զարգացման ռազմավարությունը, համայնքների առանձին ռազմավարությունները եւ ահա ճանապարհային քարտեզը, թե ոնց պետք է քայլ առ քայլ մեր լոռին դարձնենք այնպիսին, որ որևէ մի այլ մարզի կամ մայրաքաղաքի չզիջի։ Դա կլինի կարճաժամկետ, միջնաժամկետ եւ երկարաժամկետ ռազմավարություններից իրում հստակ պետք է իմանաս 5 տարի հետո ինչ սպասես, 10 տարի հետո ինչ սպասես։ Եվ դա կլինի մեկնարկը։ Տա Աստված, որ թե լոռվա, թե մեր մյուս մարզերի եւ մայրաքաղաքի ազգաբնակչությունը այդ շանսը տա շնորհապետական կուսակցությանը, որ շնորհապետական կուսակցության հիմնադիր նախագահը եւ վարչապետի տեխնացուն լինի իրականում վարչապետ ու այդ խոստումները սկսի կյանքի կոչել։ Շնորհակալ եմ կառուցողական զրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ եթերում խոսում է համայնք հաղորդաշարի հերթական թողարկումը։ Կհանդիպենք։